Նայում էի համացանցը, եթե չեմ սխալվում, Facebook-ն էր։ Մի երիտասարդ նյութ էր տեղադրել։ Նկարի վերևը գրառում։ Գրառումն այսպիսին էր. այս մարդը Պավել Տիչինան է, Ուկրաինայի 1940 թվականների լուսավորության ժողկոմ, եւ ինչու պետք է այս մարդու անունով փողոց լինի Երևանում։ Ասեմ, որ ոչ թե Պավել Տիչինը, այլ Պաբլո Տիչինը։ Ոչ միայն լուսավորության ժողկոմ, այլ նաև Ուկրաինայի Գերագույն խորհրդի նախագահ, ակադեմիկոս, գրող, բանաստեղծ։ Բավականին լավ տիրապետել է հայերենին։ Հայերենից ուկրաիներեն է թարգմանել Հովհաննես Թումանյան, Հովհաննես Հովհաննիսյան, Եղիշե Չարենց եւ բազմաթիվ այլ ստեղծագործությունների։ Խմբագրել է գրքեր հայկական հեղինակների, որոնք թարգմանված են եղել ուկրաիներեն։ ՀԽՍՀ-ից ստացել է մի քանի մրցանակներ։ Նրա անունով փողոցը գտնվում է, եթե չեմ սխալվում, Մալաթիա Սեբաստիա թաղամասում։ Իդեպ, երբ նմանատիպ փողոցներ էին անվանակոչում, կատարվում էր փոխադարձ։ Այսինքն Ուկրաինայում էլ ինչ որ մի փողոց դնում էին որևէ հայ գրողի անունով։ Կիևում եղել են բազմիցս, կա Հովհաննես Թումանյանի անվան փողոց։ Նույնը կլիներ, եթե Վիկիպեդիայից մեկը վերցներ մի տող, որ Հովհաննես Թումանյանի հայրը եղել է քահանա, եւ համացանցում տեղադրեր այսպիսի նյութ. հայ քահանայի որդու անունով ինչու պետք է Կիևում փողոց լինի։